գործը ոչանի ժամկետում քննել եւ ավարտելը բխում է մեղադրյալների առաջին շահերից։ Արկա է ներկապահին օրենսդրական գործի ողջամի ժամկետ հասկացում։ Ողջամի ժամկետը դատարանը պարոն Քոչարյանի, պարոն Վարդովյան հարց ուղղեց։ Որն է ողջամի ժամկետը ձեր պատկերացումը։ Դատարանի համար ամենատիպս ողջամի ժամկետն այն է, որ կախված գործի ծավալից հնարավորինս դատալսումները ինտենսիվ կազմակերպի, անկախ դրանից այդ գործը կավարտվի մեկ դատական նիստով, թե 1001 դատական նիստով, պարոն Պողոսյան։ Հիմա դուք գիտեք շատ մենք ունենք այնպիսի իրողություն, որ նախագահ դատավորը իր գրաֆիկը, իր աշխատանքային դատական նիստերը պլանավորելուց, նշանակելուց զատ եւ որոշակի արձանագրումներ անելուց, որը բոլոր նիստերով արվում է, որոնցով որ դատական նիստեր չեն կարելի։ Հիմա մի հատ է հաշվի առնելով, որ այս գործը, չնայած բոլորի համար, բայց ոչ նախագահ դատավորի համար, լիահույս եմ նաեւ հանրային մեղադրողի համար, նախագահ դատավորի համար չի տարբերվում իր աշխատասենյակում գտնվող այլ քրեական գործի։ Տարբերվում է Պողոսյան նրանով, որ ծավալում է քրեական գործը։ Տարբերվում է նրանով, որ այլ դատավորի վարույթում երկար ժամանակ քննվել։ Իմ վարույթում արկա է քրեական գործ, Տիկին Սահակյանն այդ գործում մասնակցում է։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը 10-րդ դատավոր։ Պետք է չէ դատավոր Սարգիս Պետրոսյանը այդ դատական նիստով հնարավորինս սերտ ժամկետներ նշանակի։ Դատական նիստով պետք է նշանակի։ Այս դատական նիստով դատարանը որ բանին փորձում է հնարավորինս սերտ ժամկետում դատալսումներ կազմակերպել, որը բխում է նաև եւ առավելապես մեղադրյալների շահերից, դուք միանգամից շաբաթ կիրակի կամ այլ օրերի հաղորդումներ եք դիտում եւ այդ հաղորդումներին գալիս եք կատարում, փորձում եք ամեն կերպ բերել կապ տալ դատարանի գործողությունները որոշակի այլ համադրությամբ նախատեսված իշխանության մարմինների գործողությունների աշխատանքի հետ։ Պարոն Պողոսյան, դուք իմ նախագահության այլ նիստերի չեք մասնակցում, նախագահ դատավորը գործում է բացառապես անաչառ, ինքնուրույն եւ որևէ քրեական գործով ամենայն դեպս մինչ այս պահը մենք ուղենիշային ժամանակացույցեր ունենք, այդ էլ լսած կլինեք, որ քրեական գործերը որոշակի ժամանակահատվածում պետք է քննվի եւ ավարտվի։ Անգամ այդ ուղենիշային ժամանակացույցով պայմանավորված որևէ անգամ դատավոր Սարգիս Պետրոսյանից գոնե այս քրեական գործով որևէ պարզաբանում, որևէ մեկի կողմից չի պահանջվում։ Եթե պահանջվի է, վստահ եղեք, դատավոր Սարգիս Պետրոսյանը գիտի ինչ պատասխան։ Պարոն Պողոսյան, եթե երբևիցե կունենաք բացարկի միջնորդություն, ցանկացած պահի, հիմա կարող ենք ընդմիջել դու բացակայել դա։ Մի կողմ թողեք, հիմա մի բան պատկերացրեք, եթե պայմանականորեն նախագահ դատավորի գործողությունները ձեր կողմից մատնանշված հանգամանքներով պայմանավորված է։ Նախագահ դատավորը ընդհանրապես այս նիստով գոնե չէր խոսա այդ մասին, հաջորդինով չէր խոսա։ Մի 5 նիստ հետո նոր կփորձեր այսպես գեղեցիկ անցում խատալ։ Բայց նախագահ դատավորը որևէ մեկի հայտարարությամբ որևէ կաշկանդվածություն չունի։ Բայց չի պատրաստվում, շատ կներեք, տարիներ շարունակ քննել մի քրեական գործ, որը կարող է օրինակ պայմանական 2 նիստով ավարտել, 10 նիստով ավարտել կամ 1010 նիստով ավարտել։ Հիմա սա ես հասկանում եմ, սա շատ բարդ է, դժվար է։ Մի քիչ կոպիտ կհնչի հերանցնել մասնակիցներին, որ չկա նման բան, չկա կաշկանդվածություն, չկա ուղղորդում, այն ինչ որ դուք մտահոգություն։ Բայց երբ դուք այդ մտահոգությունը կունենաք եւ փաստարկված, պարոն Մեջնունյանը 1 տարի առաջ ասել էր, որ ձեռք կբերի տվյալներ։ Եթե մենք հասնենք այդ հարցի քննարկմանը, չնայած որ նախագահ դատավորի բացարկի հարցը քննարկվել է, բայց դատարանը հնարավորություն է ընձեռելու, եթե կան նոր հիմքեր, այդ մասին մատնանշեք հայտնեք։
ցանկացած պահի եւ դատական նիստը բացենք դուք ականջալու եղած լինեք, կասկածներ ունենաք, բայց դատանի գործողությունները չի կարող ձեզ մոտ կասկած առաջացնել, որովհետեւ դատարանը եթե նորից եմ կրկնում, եթե դատարանը ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ուզենա, այսօր չէր ասի։ Հասկանում եմ, փուլը կանցնենք, հետո կխոզաբանենք։ Դատարանը այս ցուցակը յուրաքանչյուր դատական նիստից առաջ թարմացվում, փոխանցվում է դատավոր։ Յուրաքանչյուր պատճառները մանրակերպ կերպում է, փոխանցվում է դատավոր։ Դատավորը հաշվի առնելով, որ հաջորդի մենք 2 նիստ ունենք ու տարին ամփոփում ենք, դեկտեմբերի ավարտին դատարանի դատական նիստեր չի նշանակի, որտեղ կողմերը հայտնել են, որ ունեն ծանրադրվածություն։ Դատարանի արձակուրդ մեկնել է 2025 թվականի 20 աշխատանքային օր, 2-10 աշխատանքային օր։ Նախապես կողմերի հետ համաձայնեցվել է հաջորդ դատական նիստեր, այդ ընթացքում է դատարանը մեկնել։ Դատարանի արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ դատական նիստերը չի հետաձգվել։ Սա ինչի համար եմ ասում, Տիկին Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ նախապես ձեզ հետ համաձայնեցվել է օրեր, այդ միջակայքում 10 օր եղել է դատարանը մեկնել է արձակուրդում։ Պարոն Պողոսյան, հաջորդի հիմա մենք շուրջ 1 ժամից ավել քննարկում ենք մտահոգություններ, բայց ձեզ մենակ առաջի դատական նիստին, երբ որ քննարկում էր դուք տրամադրված, որ նախագահ դատավորը կանխական է եւ այլ նախագահ դատավորը հնարավորինս հանգամանալից պարզաբանումներ ներկայացրեց, որի պարտականությունը բնավ չուներ։ Նախագահ դատավորը յուրաքանչյուր անգամ կարող է լսի բացարկի միջնորդությունը, բացարկը ընդունելու դեպքում է գերավոր հաստատող կազմի։ Լսի եւ հայտնի, որ դատարանը որևէ կաշկանդվածություն չունի, ներժում է ձեր բացարկի միջնորդությունը։ Բայց հաշվի առնելով, որ ամենս անաչառ դիտորդներ են դիտում, ողջ հայությունն է դիտում, դատարանը հնարավորինս ոչ միայն գործում է անաչառ, այլև այդպիսին ուզում է Երևան։ Ոչ թե ուզում է Երևան, դա ներկայացնում է, այսինքն հանգամանալից հանրությանը ձեզ ներկայացնում է, որ այդ պաշտպանների կողմից բարձրացված այս մտահոգությունը ունեցել է այսքան ժամանակահատվածում այս պատճառաբանությունը, որի պարտականություն պարոն Պողոսյան չունի դատավոր։ Հիմա յուրաքանչյուր անգամ հաջորդ դատական նիստ, եթե սեմ ժամկետում նշանակեն, դուք պետք է մի հատ, չգիտեմ, հաղորդում, եթե այդ հաղորդումներ քաղաքական եղավ, գալու եք ասեք, երեք լուրերով սա ենք տեսել, ձեր գործողություններն էլ մի տեսակ նմանվում են գործողություններ։ Պարոն Պողոսյան, նորից եմ կրկնում, եթե ձեր մտահոգությունները օբյեկտիվ իրականության հետ 0.1% կապ ունենային, այսօր չենք խոսա դրա մասին, վաղն էլ չենք խոսա, 17-ին էլ չենք խոսա։ Դրան այլ ընթացակարգեր կգտնվեր, բայց այդ իրավիճակը չի։ Ինչի համար հրապարակվեց, նիստի ավարտին, նիստերի քարտուղարին ես կհանձնարարեմ ձեզ տրամադրի այն նիստերը, որոնցով նույն հայտարարություններն արվել։ Կարող է գալ մասնակցել այդ նիստերին, դրված նիստեր։ Մնացած գործերը Դատարանը խնդրում է, հորդորում է եւ պահանջում է հնարավորին, եթե ունենաք, կարող եք ունենալ ողջամիտ մտահոգություններ, մտավախություններ, փաստարկներ, որ նախագահ դատավոր կաշկանդված է, անաչառ չի գործում, ունի կախվածություն, ունի կան իր վրա ազդեցություններ, իսեր Աստծո, եկեք բացատրեք, ներկայացրեք ձեր փաստարկները։ Իրական ճանապարհը հասկացա։ Հիմա յուրաքանչյուր անգամ մտահոգություններ մենք Տիկին Սահակյանի հետ այլ դատական նիստով շատ առողջ, նորմալ դատական նիստեր ենք անցկացնում։ Տիկին Սահակյանը որևէ անգամ դատարանի նախագահ դատավորի նկատմամբ բացառապես դրսևորում է հարգալից վերաբերում։ Բայց ասում եք դուք չեք հարգում օրենքը։ Հիմա իմ հայտի խոսքը կրկնեմ, որ իմ պարտությունն է ինձ կաշկանդում ավելի դիպուկ արձագանքելու այդ բարձրացված հարցը։ Քանի դեռ նախագահ դատավոր Սարգիս Պետրոսյանը կրում է պատմության եւ իրականացնում է արտահայտություն, գործելու է բացառապես օրենքով։ Դա կլինի 1 օր, 10 օր, 1 ամիս թե 10 տարի, գործելու է բացառապես օրենքով։ Ունենաք մտավախություն, կհայտնեք բացառք։ Միգուցե բերեք այնպիսի հիմնավորումներ չեք, այստեղ դատարանը ընդունի։ Հիմա յուրաքանչյուր անգամ պարոն Պողոսյան, այս հարցը ժամ կես, 2 ժամ չպետք է քննարկվի։ Ունեք մտահոգություններ,
հայտնեք այդ հնարավորությունների մասին կոնկրետ եւ դրան հաջորդի բացարկի միջնորդությունը։ Պատվարժան դատարան, ինձ համար ձեր բարձաբանումներն ու արձագանքին հայտարարության ընկալելի է, բայց դուք ձեր հայտարարության ու ձեր բարձաբանումներով հաստեցիք ևս մեկ անգամ, որ այդ մտավախությունները օբյեկտիվ մենք կարող ենք լինել։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ հասկանում եմ, շատ դժվար է պատկերացնելը, հասկանալը, որ այդպիսի ազդեցություն կարող է ես չունենամ, բայց այդ խոսում է այն մասին, որ մեր իրականությունում ընդհանրապես դատական համակարգի հետ կապված վիճակը այնպիսին է, այո, ճիշտ եք ընդգծում, շատ դժվար է պատկերացնել, ընկալել ու հասկանալը, որ քրեական գործերով որևէ առնչություն չի կարող ունենալ քաղաքական իշխանությունը։ Դուք խոսեցիք, որ չեք կարող։ Երկրորդ, պատվարժան դատարան, դուք խոսեցիք այդ վարումության ժամկետի, ողջամիտ ժամկետի քննության եւ իրավացիորեն արձանագրեցիք մեղադրյալների իրավունքը ողջամիտ ժամկետի գործի քննության։ Միևնույն ժամանակ արձանագրեցիք, այո, որ այս գործով դուք չեք, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խախտել եք։ Այս գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը խախտել է դեռևս 7 տարի առաջ, ու այդ խախտումը դուք ինչ գործողություններ անեք, ամեն օր դատական լիստ նշանակեք եւ այլն, չեք վերականգնել։ Հենց այդ է խնդրեմը, որ մենք ելակետն ենք սխալ ընդունում, մեր կարծիքով մենք ստեղ ինչ-որ պրոցես առաջ գնալով, ինչ-որ իրավունք ենք վերականգնում, ամենայն լավ ցանկությամբ ձեր դեպի այս թևում նստած անձին, դուք այս թևի նստած անձանց որևէ իրավունք չեք վերականգնում, որովհետև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խախտվել է դեռևս 2018 թվականին, 19 թվականին, ու դուք լինեք, այլ դատավոր լինի, այլ անձ լինի, մի օրում ես գործը քննի, մի ամսում ես գործը քննի, 10 տարում ես գործը քննի, այդ իրավունքը այլևս չի վերականգնվելու։ Պրոբլեմը հենց այդտեղ է, որ մենք գնում ենք ինչ-որ խնդիր լուծելու, իբր քողի տակ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ենք մենք ապահովում այս առումով, բայց այդ իրավունքը չենք ապահովում։ Այդ իրավունքը արդեն իսկ խախտվել է, վերացել է։ Մենք շարունակենք խախտել, պարոն Պողոս։ Ինչը խախտել։ Ախր ուրիշ ոչ մի բան չենք անում, է։ Դա ինչ անենք։ Գործը բնակվում, իշխանական շարունակենք։ Ծավալուն գործի բնականոն ընթացքով։ Բայց ծավալի պատասխանատուն դուք եք, պատվարժան դատարան, ծավալի պատասխանատուն Հիմա հնարավոր է, օրինակ 872 թե 6 վկան։ Հրաժարվել, այո։ Պայմանականորեն հայ մեղադրող կմիջնորդի 25 վկա, կմիջնորդեք ևս 25 վկա։ Այո, իկանք հասնենք չէ։ Ու կես տարում կավարտենք։ Կամ վաղ կավարտենք, կամ չենք հասնի երկրի։ Պարոն Պողոսյան։ Ես եմ այդ ասում։ Այսինքն պետք է բնական լինի, ոչ թե արհեստական դեպի այդ փուլը հասնելը գնալը։ Իմ ասած Դրա համար դատարանը առաջարկեց, որպեսզի հնարավորինս սեմ ժամկետում, որը դատարանի համար մեկ շաբաթյա դատարներն են, իսկ նշանակենք, լավ, այդ մասին մենք 17-ի դատական նիստին կքննարկենք։